այս իշխանությունը մտել է Հայաստանի համար վտանգավոր հանդիսացող աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Իսրայելը այն երկիրն է, որ անթաքույց կերպով 44-օրյա պատերազմի ժամանակ օգնում էր Ադրբեջանին։ Եթե այսօր խոսվում է հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման մասին, ապա խորքային ուրեմն ինչ կետեր կան, որոնք պիտի բացատրվեն հայ ժողովրդին, որ այն նմանատիպ կետերին անդրադառնալով Իսրայելը եկավ այս որոշմանը։ Ոչ մի երկիր մեր սիրուն աչքերի համար, մեր առաջին քրիստոնյա պետություն լինելու համար մեզ չի պաշտպանում։ Ողջունում եմ հարգելի հեռուստադիտողներ, այսօր Եվրամեդիա 24-ի տաղավարում հյուրընկալել եմ միջազգայնագետ Հայաքվեի անդամ Մենուա Սողոմոնյանին։ Բարև ձեզ, պարոն Սողոմոնյան։ Բարև ձեզ, սիրելի Սիլվի։ Շնորհակալ եմ, որ այսօր այստեղ եք։ Ես եմ շնորհակալ, որ հրավիրել եք Սիլվի։ Պարոն Սողոմոնյան, թերևս սկսենք օրախնդիր թեմայից, այսօր Հայաստանն է ժամանել Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Այ հետաքրքիր է ձեր դիրքորոշումն այս մասով, ինչ մեսիջներ է իր մեջ պարունակում նրա այցելությունը Հայաստան եւ այն էլ ընտրություններից, ազգային ժողովի ընտրություններից անմիջապես հետո։ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հանդիսանում է Եվրոպական միության կարևորագույն կառույցներից մեկի, կարելի ասել թիվ 1 կառույցի, քաղաքականություն որոշող կառույցի, Եվրոպական հանձնաժողովի նախագահը։ Այսինքն Եվրոպական միության ընդհանուր առմամբ արտաքին քաղաքականությունը, ընդլայնման հարցերը, զարգացման ուղղությունները եւ բազմաթիվ այլ հարցեր այս կառույցի մշակման ներքո են գտնվում։ Այս պաշտոնյան այցելել է ոչ միայն Հայաստան, այլև Ադրբեջան։ Մեզնից առաջ Հայաստանից առաջ եղել է Ադրբեջանում։ Եվ նրա այցի բովանդակությանը հիմնականում, երբ որ նայում ենք օրակարգին, երբ որ նայում ենք, մենք այստեղ Եվրոպական միության առաքելության հետ կապված ոչինչ չենք տեսնում։ Եվրոպական միության առաքելությունը եկեք հետ գնանք, հիշենք, երբ որ ստեղծվել է այդ կառույցը, իսկ այնուհետև երբ որ հարաբերություններ է հաստատել այդ թվում Հայաստանի հետ, հիմնականում եղել է մարդու իրավունքներ, ժողովրդավարություն, տնտեսական, ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որպեսզի լինեն ավելի կիրթ, կառուցողական հասարակություններ, լավ իրար հետ ունենան բարի դրացիական հարաբերություններ, ժողովրդավարություն լինի եւ այլն։ Ինչ է այս օրերին քննարկվել Բաքվում եւ Երևանում, հարցեր են քննարկվել, որոնք որ առնչվում են հարավային Կովկասում աշխարհաքաղաքական հակամարտության խորացմանը, այսինքն ինչ որ մենք տեսնում ենք հիմնականում հայաստանյան օրակարգի շրջանակներում դիմակայել ռուսական ճնշումներին, այսպիսի բաներ ենք մենք տեսնում, այսինքն ոչ պոզիտիվ օրակարգ ենք մենք տեսնում։ Եվ երկրորդ մենք տեսնում ենք միակողմանի աջակցություն, այցը այս շրջանում, երբ որ տեղի է ունենում սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների հետ կապված վեճ կա, եւ այդ վեճը դեռևս չի հանգուցալուծվել, բացահայտ աջակցություն ենք մենք տեսնում վեճի կողմերից մեկի։ Իսկ քարտեզին Հայաստանի Հանրապետության։ Ոչ այդքան, հա, իհարկե այդ հանգամանքն էլ կա, բայց այս ուժին, Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժին աջակցություն ենք մենք տեսնում այն պարագայում, երբ որ Նիկոլ Փաշինյանի նշանակած կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամները շատ կոպտորեն ոտնահարեցին ընտրական իրավունքը Հայաստանում եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրչի մի հարվածով անվավեր ճանաչելով այդ 3 տեղամասերում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները եւ վերաքվեարկություն չնշանակելով փոխեց պետական կառավարման համակարգի դասավորությունը Հայաստանում։ Այսինքն արեց այնպես, որ Փաշինյանը ստանա մանդատ, ձեռք բերի падգամավորների 3/5 տեղերը, որի շնորհիվ ըստ սահմանադրության նա կարողանում է ավելի միահեծան դարձնել իր իշխանությունը։ Նշանակել մասնավորապես գլխավոր դատախազին, նշանակել բարձրագույն դատական խորհրդի անդամներ, սահմանադրական դատարանի անդամներ, կենտրոնական ընտրական հանձնաժողովի, հեռուստատեսության, ռադիոյի, այսինքն այն մարմինները, որոնք այո, պետական, անկախ պետական կառավարման մարմիններ են ինքնավար։ Այդ բոլորը նշանակելու նորից հնարավորություն է տրվում։ Ու ակնհայտ հակաժողովրդավարական այս քայլի մասին տեղյակ չեն իրենք, իհարկե տեղյակ են իրենց դեսպանությունները այստեղ,
ամեն ինչից տեղյակ են եւ ամեն ինչը զեկուցում են։ Ուղղակի կարող ենք ասել, որ աչք են փակում այն ամենի վրա, ինչը տեղի է ունենում վերջին շրջանում առհասարակ Հայաստանում։ Իհարկե, հենց դրա համար էի ասում, որ ի սկզբանե օրակարգը ոչ թե ժողովրդավարությունն է առհասարակ, այլ աշխարհաքաղաքականությունն է։ Ինչու է աչք փակում, այսինքն։ Քանի որ այս իշխանությունը մտել է Հայաստանի համար վտանգավոր հանդիսացող աշխարհաքաղաքական խաղերի մեջ։ Մտել է աշխարհաքաղաքական խաղերի մեջ, հակադրությունների մեջ է փորձում իր տեղը գտնել, Ռուսաստան, Արևմուտք, հա, մենք փոքր երկիր լինելով ընդհակառակը պետք է հակադրությունների մեջ չմտնենք, այլ պետք է այնպես անենք, որ մեզանով համադրեինք ինչ որ հարաբերություններ։ Պարոն Սողոմոնյան, կարող ենք ասել, որ նրա այցելությունը եւ մասնավորապես այս ժամանակահատվածում ապտակ էր Ռուսաստանի Դաշնությանը, հաշվի առնելով այն լարված վիճակը, որը տիրում է այսօր Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների մեջ։ Գիտեք, ապտակը Ռուսաստանին կամ ռուսական ինչ-որ պաշտոնյայի ասացի կամ արածի ապտակ Եվրոպական միության իրենք մեծ են, որպես ուժային կենտրոններ մեծ են։ Իրենց համար այսպիսի մրցակցության այս դրսևորումները շատ նորմալ են։ Սա ինչ է իրենց համար, իրենց հարաբերությունների տեսակետից։ Նրանք շատ լուրջ խնդրեմ ունեն, շատ լուրջ բախվում են իրենց զենքերը, օրինակ Ուկրաինայում հայաստանյան այցը։ Իհարկե, այդ մրցակցության հերթական բաներից մեկն է, դրսևորումներից մեկն է, բայց ցավալին այն է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում է դա տեղի ունենում։ Եվ դժվար է ժողովուրդը։ Այո, մեր Հայաստանի Հանրապետությունը այնպիսի պետություն է, որը որ առանձնահատուկ է ինչով, որ մենք ունենք հայկական հոցաթիվ համայնքներ եւ Ռուսաստանում, եւ արևմտյան երկրներում։ Սա այն հանգամանքն է, որը մեր արտաքին քաղաքականության առաջ պետք է դնի խնդիր համադրել այդ ուժային տարբեր կենտրոնների հարաբերությունները մեզ հետ կապված հարցերում։ Մենք չենք կարող բոլոր հարցերում, բայց մեզ հետ կապված, մեր տարածաշրջանում։ Իսկ երբ որ մտնում ես դու այդ հակադրության մեջ, ավելի ես բորբոքում այդ ամեն ինչը, դե դրա համար էլ այդ ապտակները ոչ թե իրար են տալու, այդ իրենց համար սովորական է։ Այդ ապտակները որպես ոչ թե ապտակներ, այլ չափալախների տեսքով, քոթակի տեսքով է մեր վրա շարունակելու անդրադառնալ, այո։ Պարոն Սողոմոնյան, Աստված մի արասցե Հայաստանում սկսվի որևէ ռազմական բախում եւ որի մասին խոսվում է ամենատարբեր օղակներից, այսինքն Հայաստանի վրա լինի հարձակում, այո, նկատի ունեք։ Մասնավորապես Ադրբեջանի կողմից են նմանատիպ հայտարարություններ հնչում, մասնավորապես սահմանադրությունը փոխելու իմաստով։ Այս դեպքում Եվրամիությունը հողի վրա որևէ ուրեմն քայլ կգործածի եւ կօգնի Հայաստանի Հանրապետությանը, թե այս այցերը, որոնք շարունակաբար են տեղի ունենում, ուղղակի, այսպես կոչված Տիչկատ նկարելու համար են տեղի ունենում։ Եվրոպական միությունը չի հանդիսանում ռազմական բլոկ, ռազմական դաշինք, այնպիսին ինչպիսին որ ՆԱՏՕ-ն է հանդիսանում։ Հայաստանի Հանրապետությունը ոչ Եվրոպական միության անդամ է, ոչ էլ ՆԱՏՕ-ի անդամ է։ Ավելին Հայաստանի Հանրապետությունը եվրոպական ոչ մի երկրի հետ չունի փոխօգնության այդպիսի պայմանագիր։ Հիմա անդրադառնանք բնականաբար այդ բոլոր հարցերին։ Դա նշանակում է, որ որևէ պետություն, եվրոպական պետություն, չունի պայմանագրային պարտավորություն միջամտելու, երբ որ Հայաստանի վրա տեղի ունենա հարձակում։ Դժվար է պատասխանել, կլինի հակազդեցություն, չի լինի, բնականաբար դիվանագիտական առումով կլինի հայտարարությունների մակարդակով այդ ամեն ինչը տեղի կունենա։ Ունենք մենք այդպիսի պետություն, որ Հայաստանի հետ ունի դաշինքային պայմանագրային պարտավորություն, ունենք այդպիսի պետություն։ Կաշխատի այդ պետության հետ, չեմ կարող ասել, կաշխատի թե չի աշխատի։ Չեմ կարող ասել, որովհետև այս հարցում հենց Հայաստանի Հանրապետությունն է պետք է լինի նախաձեռնողը։ Հայաստանի Հանրապետությունը պետք է բազմազանեցնի, Հայաստանի Հանրապետության կողմից պետք է գնա այդ քայլերը, որպեսզի բազմազանեցվի մեր անվտանգության բարձիկները։ Շատ վատ է մի կողմից կախում ունենալը, մի կողմի վրա ամբողջ հույսը դնելը։ Այո, անհրաժեշտ է հնարավորության դեպքում շատ գործընկերներ ունենալ։ Պետք է շատ երկրների համար լինել հետաքրքիր, նաև տնտեսապես,
հա, որպեսզի երբ որ քեզ հետ կապված իրենք շահեր են ունենում ու այդ շահերը հնարավորինս նյութական են լինում։ Այդ դեպքում շատ երկրների համար ձեռնտու չի լինում, որ քո տարածքում տեղի ունենան ռազմական գործողություններ, քեզ վրա լինի այդպիսի հարձակում։ Ունի Հայաստանը այսօր պոտենցիալ լինելու այդպես շատ հետաքրքիր գործընկեր, շատ կարճաժամկետում կարող եմ ասել, որ չունի։ Բայց հետագայի համար, ավելի երկարաժամկետի համար կարող է օրինակ ինչ համեմատական առավելություն ունի Հայաստանը, որպեսզի աշխարհի համար լինի հետաքրքիր գործընկեր։ Ես կարող եմ ասել, որ գիտելիքի վրա հիմնված տնտեսությունը այդ հարցերի պատասխաններից մեկն է։ Օրինակ այսօր կիսահաղորդիչների ուղղությամբ միկրոչիպերի արտադրության հարցում, օրինակ մենք գիտենք, որ կա Թայվան, որը շատ երկրների համար մատակարար է հանդիսանում, աշխարհի համար մատակարար է հանդիսանում։ Նշանակում է, որ այստեղ կան ձևակերպված շահեր Թայվանը պաշտպանելու համար։ Հիմա ամբողջ խնդիրը դրանում է, մի քիչ տեսական ստացվեց մեր քննարկումը, բայց որ ոչ մի երկիր մեր սիրուն աչքերի համար, մեր հայ լինելու համար, մեր առաջին քրիստոնյա պետություն լինելու համար մեզ չի պաշտպանի։ Ոչ մի երկիր չի պաշտպանի։ Դու պարզապես պետք է քեզնով հետաքրքրություն։ Մեկի համար եթե զուտ քո տարածքն է հետաքրքիր, ինչ որ միացում թույլ չտալու համար, այդ մեկը կարող է շահ ունենալ քեզ պաշտպանելու։ Պետք է օգտագործել այդ հանգամանքը, այո, պետք է օգտագործել այդ հանգամանքը։ Մյուսի համար պետք է տնտեսապես հետաքրքիր լինես։ Եվ կարծում եմ ձեր հարցի պատասխանը սրա ծիրուկ էր։ Պարոն Սողոմոնյան, անդրադառնանք նաև Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման հարցին։ Իսրայելը այն երկիրն է, որը անթաքույց կերպով 44-օրյա պատերազմի ժամանակ օգնում էր Ադրբեջանին, եւ սրա մասին իրողությունները այլևս բաց են, հա։ Եթե այսօր խոսվում է հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման մասին, ապա խորքային ուրեմն ինչ կետեր կան, որոնք պիտի բացատրվեն հայ ժողովրդին, որ այն նմանատիպ կետերին անդրադառնալով Իսրայելը եկավ այս որոշմանը։ Ի վերջո, այս որոշումից հետո Իսրայելը ինչ կշահի։ Որն է նրա նպատակը, որ առնվազն այս իրողությունների ներքո, երբ գեոպոլիտիկ նոր իրողություններ են ի հայտ գալիս, ի վերջո որոշեց, որ պիտի ճանաչվի հայոց մեծ ցեղասպանությունը։ Ընդհանրապես, ինչու ենք մենք ուզում, որպեսզի հայոց ցեղասպանությունը ճանաչվի։ Որպեսզի ճանաչվի եւ դատապարտվի, որպեսզի այլևս չլինի ցեղասպանություն։ Իմաստը դրանումն է։ Բուն այդ կոնվենցիան, որ ժամանակին գրվել է 1948 թվականին ցեղասպանության ճանաչման մասին, այդ կոնվենցիան ցեղասպանության հանցագործության մասին կոնվենցիան։ Նպատակը հենց դա է, որպեսզի չշարունակվի, որպեսզի պետությունները ձեռնպահ մնան դրանից։ Այդ տեսանկյունից ցանկացած երկրի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը բնականաբար կարևոր է, ողջունելի է մեր կողմից, անկախ նրանից, թե ով է ճանաչում։ Գալով են հարցին, թե ցեղասպանության ճանաչման հիմքում տարբեր երկրների կողմից հենց այն նպատակներն են, որոնք դրված են կոնվենցիայում միջազգային իրավունքում, թե չոր պրագմատիկ շահեր են, բնականաբար չոր պրագմատիկ շահեր են, որովհետև դուք լավ նշեցիք։ Մի պետությունը, որը որ աջակցում է մի ռեժիմի, Իլհամ Ալիևի ռեժիմի, որը որ ցեղասպանական գործողություն է իրականացնում Արցախում, եւ մի պետությունը, որը որ Գազայում բնակչություն է վերացնում, ցեղասպանական գործունեության դրսևորում է սա կոնկրետ։ Չի կարող անկեղծորեն այդպես 111 տարի առաջ տեղի ունեցած, ես նկատի ունեմ օրինակ 1915 թվականը մեծ եղեռնի տարեթիվը։ Այդ հարցում չի կարող նրա շահագրգռությունը դա լինել։ Պարզապես, այո, աշխարհաքաղաքականությունը ունի իր դերը։ Թուրքիայի հետ նրանք մրցակցում են ինչպես կոնկրետ օրինակ Սիրիայում, այնպես էլ առհասարակ մեծ մերձավոր արևելքում, եւ այդ մրցակցության ժամանակ մեկը մյուսին պետք է հարվածներ հասցնի։ Այդ հարվածը հասցվում է նաեւ հարվածներից մեկը հենց հայոց ցեղասպանության ճանաչումն է, որ փաստորեն ցավալիորեն մենք տեսնում ենք, որ այս թեման քաղաքական շահերի սպասարկման համար է օգտագործվում ցավալիորեն, բայց մենք սրան նաև պետք է հանգիստ վերաբերվենք եւ պետք է
հասկանանք, որ հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը ինքը մեզ համար կարող է որոշակի անվտանգային բարձիկի դեր կատարել։ Ի տարբերություն այսօրվա իշխանությունների մոտեցման, ովքեր ուրանում են Դե ասում է չզենքայինացնենք, Փաշինյանն այդ արտահայտությունը բարեր են ստեղծում, որոնք որ այդպես wow էֆեկտի բարեր են լինում, մարդկանց վրա այդպես էմոցիոնալ ձևով էֆեկտներ այո թողնել, էմոցիոնալ ազդեցություններ թողնել։ Սա իհարկե խիստ դատապարտելի է եւ մենք ես հիշեցնեմ ձևավորվել ենք, երբ որ նախաձեռնություն որպես ձևավորվեցինք, ինչպես Արցախի ճանաչումը այլ պետության կազմում դատապարտելն էր այդ մեր ձևավորման օրենսդրական նախաձեռնության բովանդակության մեջ, այնպես էլ հայոց ցեղասպանության նսեմացումը պետք է քրեորեն պատժելի դառնա։ Այնինչ անում են այս իշխանությունները, այո, նսեմացնում են հայոց ցեղասպանությունը։ Դեվ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում այդ խնդրի դնելը ճանաչել եւ դատապարտել։ Սա օբյեկտիվորեն բխում է մեր շահերից քաղաքականապես եւ բարոյապես էլ բնականաբար մեր 1.5 միլիոն սրբադասված նահատակների հիշատակի բարոյական պահանջն է սա։ Այս իրողություններից կարող է օգտվել իշխանությունը եւ որևէ դրական կետի հանգել, բայց զուգահեռաբար տեսնում ենք նաեւ որ շարունակում է ժխտողական քաղաքականություն վարել։ Խոսքս հայոց ցեղասպանության իրողությունների մասին է։ Լավագույն դեպքում իհարկե կարելի է չարձագանքել։ Ուղղակի իրենց համար էլ անհասկանալի մի քիչ այսպես վիճակ էր ստեղծվել սրանով, որովհետև մի կողմից շնորհակալություն հայտնել Իսրայելին չէին կարող, չդատապարտել չէին կարող, որովհետև այնքան ազդեցության բան ունեն, քաղաքական ազդեցության առնվազն գործակալ ունեն իրենց մեջ, որ չարձագանքել էլ չէին կարող եւ այն ստրկամտությունը, որ մենք տեսնում ենք դեպի Անկարա հայացքների մեջ, այսօրվա իշխանության շատ ներկայացուցիչների հասկանալի էին դարձնում, որ պետք է իրենք այդպիսի ինչ-որ արձագանք պետք է տային այս հարցին։ Պարոն Սողոմոնյան, անդրադառնանք նաև հետընտրական process-ներին, տեսնում ենք, որ հետընտրական process-ները եւս զերծ չեն մնում ռեպրեսիաներից, ձերբակալությունները, կալանավորումները, մեղադրանքները շարունակվում են ընդհանուր մինչև առ այսօր։ Այն ամենացածուն օրինակներից մեկն էր նաև պարոն Չալաբյանի ձերբակալությունը, եւ հարցս հետեւյալն է. ինչու է շարունակում առ այսօր այս ռեպրեսիաները իրականացվել, միթե Փաշինյանը վախենում է ինչ որ իրողություններ, որ իր հայտ կգան եւ ժողովրդի այսպես ինչ որ բողոքի ալիք կհասունանա եւ նույնիսկ եթե ընդդիմությունը որևէ քայլ չիրագործի, չիրականացնի, ժողովուրդը ինքնաբուխ դուրս կգա փողոց եւ կպայքարի նրա այսպես կոչված վերընտրված իշխանության դեմ։ Այո, համաձայն եմ հենց հարցի ձեր բովանդակության հետ, որ այդպես էլ կա։ Այս ընտրությունները 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները նորանկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ էին քաղաքական հետապնդումների ծավալով, ձևերով։ Այսպիսի հետապնդումներ ոչ մի ընտրությունների ժամանակ չի եղել։ Ես նկատի ունեմ եւ նախընտրական քարոզչական շրջանը, եւ բուն ընտրությունների կամ դրան նախորդող հաջորդող օրը եւ հետընտրական այս շրջանում այսքան ձերբակալություններ, այսքան քաղբանտարկյալներ, այսքան շինծ ու գործեր քրեական ոչ մի ժամանակ չի եղել։ Եթե ուշադիր եք եղել, Փաշինյանը ջղաձգումների մեջ է եւ անընդհատ ասում է դուրս եկեք փողոց հեղափոխություն արեք, դուրս եկեք փողոց այսինքն դուրս եկեք փողոց կամ ձեզ ջարդեմ, դուրս եկեք փողոց կամ ձեզ ջարդեմ։ Ինքը տեսնում է, որ այդպես չի լինելու։ Ինքը ուզում է ընդհանրապես ջարդել ընդդիմադիր դաշտը, լրացնել, որովհետև կարճ ժամանակահատվածում ինքը խոստումներ ունի։ Առնվազն սեպտեմբերի կատարելու, այո։ Ինքը խոստումներ ունի Հայաստանից ինքնիշխան որոշ տարածքներ զիջել, ինքը խոստումներ ունի կապված սահմանադրության փոփոխության հետ, ինքը խոստումներ ունի կապված Հայաստանյան Ծառայքելական Սուրբ եկեղեցու հետ։
եւ այդ խոստումները կատարելու համար նրան անհրաժեշտ է մի հատ այդպիսի ալիք, որովհետեւ ընտրություններով դա չի պարպվում։ Ինքը հասկանում է, որ ընտրություններում ինքը համոզիչ չէր։ Իր 49%-ով այդքան ճնշում գործադրելով, այդքան ուղղակի վախեցնելով, այդքան մարդ կալանավորելով, այդ վախի մթնոլորտով բառամթերքայով վիրավորանքը չմոռանանք, այդքանով հանդերձ ինքը համոզիչ չէր։ Ինքը տեսնում է, որ ինքը համոզիչ չէր, եւ ինքը հասկանում է, որ Հայաստանի Հանրապետությունում շատ մեծ թվով մարդիկ կան, ովքեր որ դեմ են իրեն, ովքեր որ չեն ուզում իրեն տեսնել որպես երկրի ղեկավար։ Այսինքն չի վայելում այն սերը, որը վայելում էր 18 թվականին, մանավանդ դրանից հետո խոսենք։ Ձեր ձևակերպումը շատ մեղմ ձևակերպում էր, այո, մեղմ ասած չի վայելում։ Եվ ինքը հասկանում է, որ ընտրությունների միջոցով այդ էներգիան չի պարփվել։ Եվ դրա համար նրան պետք է պարփել դա։ Եվ կամ պետք է ուրեմն հերթով աշխատի բոլոր ուժերի վրա, թուլացնի, լիդերներին հետապնդի, որպեսզի ուժերի փորձեն, ուժերը այդպես ջլատվեն եւ այլն, կամ էլ այդպես, որ ասեն դուրս եկեք հեղափոխություն արեք, գամ ես ձեզ ջարդեմ։ Թե հիմա ինչ այլընտրանքային ճանապարհներ կգտնեն ընդդիմադիր ուժերը, սա հարցի մեկ այլ կողմն է, բայց նպատակը բուն կապված է հենց ընդդիմադիր էներգետիկան վերացնելու հետ։ Բայց կհաջողվի նրան։ Մասնավորապես Հայաքվեի առաջնորդի համակարգողի Ավետիք Չալաբյանի ձերբակալումը ուներ այդ նպատակը, որպեսզի մենք որպեսզի իր բկին մնացած ոսկոր դադարենք այդ ոսկոր լինելուց մասնավորապես։ Բայց ինչու է պարոն Չալաբյանը առ այսօր շարունակում, ինչպես դուք նշեցիք, մնալ Փաշինյանի կոկորդին եւ չի կարողանում մարսել այն, ինչը տեղի ունենում։ Որովհետեւ Չալաբյանի նկատմամբ, առհասարակ մեր նկատմամբ, Հայաքվեի նկատմամբ իր կլիշեները չեն աշխատում։ Նա մեզ չի կարող ասել թալանչի, չի կարող ասել նախկին, չի կարող ասել քրյա օլիգարխիկ, չի կարող այն ամեն ինչը ասել, որոնց վրա, որ այդ բարերի վրա ծավալված շարժմամբ նա եկավ իշխանության։ Որ այդ բարերը ինքը շարունակում է այս 8 տարիների ընթացքում, 8 եւ ավելի տարիների ընթացքում գործածել, իրեն դիրքավորել որպես ընդդիմություն, անընդհատ պայքարողի տեսքով, նա դրա չի կարող մեզ այդ բարերով դիմել։ Եվ դրան գումարած մենք իրականացնում ենք շատ հետևողական կերպով ազգային օրակարգ ենք իրականացնում եւ գնալով մեր համակիրների թիվը աճում է, մարդիկ մեզ տեսնում են, որ մենք հետևողական ենք, մեր գծի վրա ենք միշտ, չենք շեղվում, տեսնում են, որ մենք եւ ազգային գծի վրա ենք, եւ ժողովրդավարության գծի վրա ենք եւ պաշտպանում ենք ընտրական իրավունքը։ Մի տեսակ նաեւ իր ձեռքից կարծես թե հացն է խլվում, հա? Եվ դրա համար է ինքը ջղաձգված, թեև մենք շատ մեծ այդպես ինստիտուցիոնալ ուժ չենք հանդիսանում, բայց մենք ունենք դրա դառնալու թեկուզ երկարաժամկետ հեռանկարում պոտենցիալը եւ դա նրան ջղաձգում է։ Նրան պետք է միայն այնպիսի ուժեր, որոնց վերաբերյալ կարողանա իր այդ սովորական կլիշեներով հոխորտ տալ։ Եվ վերջին սպասումներ ունեք Սահմանադրական դատարանի որոշումից։ Արդյոք անաչառություն կդրսևորի եւ կիրագործի Փաշինյանի ցանկությունները։ Որ Սահմանադրական դատարան, այս Սահմանադրական դատարանը, որ 2 տարի առաջ իր հայտարարությամբ արհեստական հակադրություն մտցրեց անկախության հռչակագրի ու Սահմանադրության միջև այն սարսափելի ձևակերպումը մեջբերելով, որ ծնողը խժռում է զավակին, այսպիսի մեջբերում ձևակերպելով, որ Սահմանադրական դատարանի, որի կազմը բացառապես հիմա մարդիկ են, ովքեր որ նշանակվել են մեկ խմբակցության կողմից, ազգային ժողովի մեկ խմբակցության կողմից։ Այդ առումով, որ Սահմանադրական դատարանը, որի աշխատավարձը կազմի վերջերս մի քանի օր առաջ այդպես ցուցադրաբար այս վեճի process-ի ընթացքում բարձրացվեց, չէ, ցավոք սրտի։ Հույսեր չունենք, մեծ հույսեր չունենք, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ոչինչ չանենք։ Շատ տարօրինակ կլիներ, որ չդիմեինք
որովհետև հետո հետագա քայլերի տեսանկյունից խոսելու տեղ չէինք ունենալու։ Մենք հանգրվաններով պետք է գնանք, աստիճաններով պետք է գնանք, քայլ առ քայլ պետք է գնանք։ Բոլոր մեխանիզմները պետք է օգտագործենք։ Ու այս ամբողջ ընթացքում այս պետք էր նաև այդ դատավարությունը, որ տեղի ունենա բոլորի աչքի առաջ, որ բոլորը ամբողջ աշխարհը տեսնի, թե ինչքան ճիշտ է ընդդիմության ներկայացուցիչները, ինչքան ճիշտ ներկայացնում են փաստերը, փաստարկված է ներկայացնում եւ սահմանադրական դատարանը, եթե գնանք օրենքի գերակայության տեսանկյունից ինքը պետք է որ առնվազը ԿՀ-ի որոշումը ճանաչի ուժը կորցրած եւ այդ տեղամասերում նորից քվեարկություն լինի եւ որի արդյունքում համոզված եմ որ Բարգավաճ Հայաստանը կհավաքի անհրաժեշտ թվով ձայները եւ անհրաժեշտ մանդատները ձեռք կբերի ամբողջ աշխարհին որ սա պարզ լինի բոլորը որ սա հասկանան եւ գումարած նաեւ հենց դատարանի անդամներն էլ հասկանան որ իրենց գործողությունների արդյունքում հետագայում եթե իրենք կդրսևորեն կանեն քայլեր որոնք որ չեն բխի իրավունքի գերակայությունից կհակասեն իրավունքի գերակայության սկզբունքին կհակասեն սահմանադրականությանը դրան հավանաբար կհետևեն իրավական գործընթացներ այնպես որ այս ամենը կարևոր էր անհրաժեշտություն էր եւ իրավական բոլոր գործիքները անհրաժեշտ է օգտագործել Շնորհակալ եմ շատ զրույցի համար իսկ ես հիշեցնեմ որ զրուցում էի միջազգայնագետ Հայ ԱՔՎ-ի անդամ Մենուա Սողոմոնյանի հետ շնորհակալություն մեզ հետևելու համար